Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո ամեն։ Այսօր սիրելի հավատացյալներ, եկեղեցական օրացույցը գրկնազադիկ գոչի այս կիրագին, այսինքն գրգին անգամ զադիկ, որովհետև Հիսուս Քրիստոսի հարութենեն ետք առաջին գիրագին էր, որ առաքյալները հավաքվեցան և գիրագի օրվան հարության հաղթանակը իրար հետ նշեցին։ Մենք անցնող գիրագի Հիսուսի հրաշափար հարությունը արժանավորապես դոնեցինք և հիշադակեցինք։ Այսօր կուզեմ հիշեցնել, որ Աստուծո ծրագիրը հարությամբ չավարտեցավ։ Հարությունը վերջին էջը չէր Աստուծո ծրագիրին, և հարութենեն ետք հաջորդող դեպքերը, որ մենք ավետարաններում մեջ կտեսնենք, նոր սկիզբը ցույց կտան, նոր և փառավոր հանգրվանումը, որ այսօր մեզ բոլորիս սելիք ունի։ Հիսուս իր հարութենեն ետք առիթներով զանազան հայտնվեցավ և երևեցավ իր առաքյալներուն, իր աշակերտներուն և իրեն հավատացողներուն, և երկու պատճառով հավանաբար հայտնվեցավ իրենց։ Առաջինը, որպեսզի ցույց տա իրենց, որ ինք հարություն արավ, իրենց հետ նստեցավ, բազմեցավ, ճաշեց, ադոնեց, որ իրեն թփնան, որպեսզի տեսնեն, որ ինքը նույն այն մարմնով, որ գաբրեր երկրի վրա, նույն այդ մարմնով հարություն արավ։ Իսկ երկրորդը փոխագերբելու առաքյալներուն և անոնց գործը վստահելու, բանը, որում մասին այսօր կուզեմ շեշտը տնել և այդ մասին խոսիլ։ Ուրեմն Քրիստոսի հարութենեն ետք հայտնությունները գխոսին այսօր նաև մեզի, որովհետև Աստուծո հայտնությունները, եթե քննենք ավետարանի մեջ, պիտի տեսնենք, որ գոդրած սրտեր կմխիթարե, հավատք կվերագանքե, կհաստատե, հավատք կփորփոքե, կարտնցնե և կպատրաստե առաքելությանմը։ Ուրեմն անոնք մեզի այսօր կխոսին, մեզ յուրաքանչյուրիս ալ կխոսին, որովհետև այդ ամեն մեկ հայտնությունը, որ ունեցավ, թիդումնավոր էր, Հիսուս պատժարի համար հայտնվեցավ։ Այդ ամեն մեկ հայտնությունը, որ Քրիստոս ունեցավ, ավետարանին մեջ արձանագրված, նպատակ ուներ և փոխագերբող էր։ Առաջին հանդիպումը, սիրելիներ, Քրիստոս գոդրած սիրտը վերագանքնեց։ Առաջին անգամ Հիսուս Քրիստոս հայտնվեցավ Մարիամ Մագդաղենացին։ Ուրեմն գիրագի առավոտ գանուխ էր, երբ Մարիամը, մյուս Մարիամը և գարկ աշակերտներ գերթան քերեզման տեսնելու համար Հիսուսի քերեզմանը և ջամփան կխոսեին, ով արդյոք հիմա քերեզմանին արջևի այդ մեծ քարը պիտի կլորե, որովհետև շատ ծանր էր և ստերևույթին այդ ֆիզիկական կարողությունը չունեին այդ մեկնելու։ Հոն կհասնին, Հիսուսի փոխարեն կտեսնեն հրեշտակ նստած։ Հրեշտակը անոնց կսե, «Դուք մի վախնաք, որովհետև գիտեմ ինչու համար եկած եք։ Կացեք, բայց աշակերտներուն լուր տվեք և աշակերտները գվազեն, որպեսզի մույս առաքյալներուն լուր տան եղածին մասին»։ Բայց կարծես թե ավետարանը մեզի կփոխանցե, որ Մարիամ Մագդաղենացին հոն մնաց և Հիսուսին մարմինը կփնտրեր, մինչև բահակներուն կհարցնե, որ «Դուք դարիք, խնդրեմ ըսեք մեզի, ուր դարիք Հիսուսը» և սրտապեկ գուլար քերեզմանին մոտ։ Եվ այդ միջոցին էր, որ այդ սրտապեկ գինը հանգարց Հիսուսի բեռնով իր անունը կլսե։ Եվ երբ իր անունը կլսե, կվերագանքնի և կմխիթարվի։ Եվ այսօր, սիրելիներ, Հիսուս Քրիստոս դերը մեզի ալ կհանդիպի մեր ցավերու մեջ, երբ կյանքի ընթացքին դժվարություններու մեջ ինանք, օրինակ սիրելիի գորուստի ժամանակ, աշխատանքեմը զրկվելու ժամանակ, մինագության և հուսալքություն կսկանք ադեններ,
բոլորս ալ մեր կյանքի ընթացքին զանազան պատճառներով։ Բայց ճիշտ այդ բայերուն է, որ դերը չի հեռանար քեզ մե, դերը չի հեռանար մեզ մե։ Մեր գողքին կմնա եւ լուր գերբով կզորացնե մեզի։ Ինչպես որ հավանաբար մայրը իր զավակներուն, կամ հայրը իր որդիներուն, ամենեն դժվար բայերուն իրենց գողքին կմնան։ Հավանաբար այդ ցավը եւ այդ դրդմությունը կամ արցունքը չեն գրնար անմիջապես դանիլ, բայց իրենց այդ ներգայությունը, իրենց զավգինքով ինքնին մխիթարությունը կբերե։ Նույնն է նաեւ Քրիստոս։ Մեր օրվա ցավերուն, դժվարություններուն գողքին մեր գոմը կմենա, որովհետեւ մեր գոդրած սրդերը վերագանքնե։ Երկրորդ հանդիպում ունեցավ Հիսուս Քրիստոս Էմաուսի ջամփուն վրա։ Երկու առաքյալներ քյուղ մգերտային, որ Էմաուս կգոչվեր, Էմաուս։ Եվ Հիսուս ջամփան հանգարց իրենց հետ կսկսի քալել։ Այդ երկու առաքյալները չեն գիտնար, որ Հիսուսը իրենց կով քալողը, բայց այնքան նեղված էին եւ այնքան դխուր էին։ Հիսուս, որ ինքզին չէր հայտնած դագավին իրենց, գսե ինչու ասկան դխուր եք։ Այդ երկուքը գտարնան Հիսուսին եւ գսեն. «Միայն տուն Երուսաղեմին մեջ չես գիտեր ինչ եղավ»։ Եվ զարմացած իրեն գսեն, որ Հիսուս Քրիստոս մգար, որուն քահանայապետները եւ օրենքի ուսուցիչները արին եւ խաչեցին։ Եվ նայեցեք ինչ կավելցնեն, գսեն. «Անիգա իր խոսքերով եւ գործերով զորավոր մարգարե մներ Աստուծո եւ ամբողջ ժողովրդին համար։ Մեր ավակ քահանաներն ու իշխանները զայն իշխանության անցնեցին, որբեսի մահվան դադարդեն եւ խաչեն։ Եվ հուսահատությունը հոս կերևի երկու առաքյալներուն եւ գսեն. Մենք կհուսայինք, որ Իսրայելը ազատողը ինք պիտի ելլար։ Այսուհանդերձ ահա այսօր երրորդ օրն է, որ այդ բաները բադայեցան։ Բայց դագավին հույսն էին եւ ասին. մեր մեջ են գարկ մգիներ, որոնք այդ արավոտ գանուխ քերեզման կացին, զարմացուցին մեզի, որովհետեւ ասին, որ քերեզմանը բարաբեր, եւ ասին, որ հրեշտակ մտեսան, բայց մեկը Հիսուսին չտեսավ։ Եվ Հիսուս շարունակեց քալել անոնց հետ, նույնիսկ երբ որ անոնք հուսահատ էին։ Քնած իրենց հետ մինչև քյուղը, իսկ երկու այդ առաքյալները Հիսուսին բարդադրեցին քիչմը, որպես իրենց հետ ներս մտնե, որովհետև մտնցած էր, եւ իրեն ասին, որ հիմա մի շարունակեր ջամփատ, եկուր մեզի հետ քիշերե հոս, բադար մգեր եւ վերջը ջամփորտե։ Հիսուս իրենց հետ մնաց, հացը գդրեց, ինչպես որ վերջին ընտրիկին հրած էր, այն ադեն երկու այդ առաքյալներուն աչքերը բացվեցան եւ ջանցան, որ Հիսուս Քրիստոսն էր։ Բայց Հիսուս հանգարց գգործվի մեջտեղեն եւ իրարու գսեն. մեր սրդերը չէին ջմլվեր, երբ անիգա ջամփուն ընթացքին մեզի հետ կխոսեր եւ կբացադրեր սուրբ գիրքերը։ Այսինքն ասին, որ նայր, քու սիրտը դասանք դեսակ մը գրակ չեր սկարգոր, ուրախության անշուշտ սկացումը չեր սկարգոր, երբ որ ադիգա մեզի հետ կխոսեր գոր ջամփան, արդեն կիցան, որ Հիսուսն էր։ Մեր ալ առօրյային ընթացքին եւ որ մենք շփոթության եւ դակնապներու մեջ կմատնվենք, Հիսուս Քրիստոս կհանդիպի մեզի սիրելիներ։ Քրիստոս մեզի հետ կքալե մեր կյանքին ընթացքին, նույնիսկ երբ չենք գիտակցիր, որ ադիգա մեզի մեր գողքին մեր հետ ներկայություն է։ Երբ սեղան բազմինք սիրով եւ եղբայրությամբ, եւ սեղան բազմինք եւ աղոթքով սկսենք, Հիսուս Քրիստոս հոն է, մեր գողքին է։ Եվ երբ որ Հիսուսի ցայնը լսենք, ագանջ տանք Քրիստոսի խոսքերուն, սուրբ գիրքերուն մեջ արձանագրված մեր ալ սիրտերը գջմլվին Քրիստոսի խոսքով, որովհետև դերը ողջ է եւ գենթանի է եւ մեր մեջ կգտնվի։ Երրորդ հանդիպումը սիրելիներ Քրիստոսի գասկածներ փարադեց։ Եվ հավանաբար ամենեն շատ զանոթ թեփքերը մեկն է, որ դուք հավանաբար գիտեք։ Թոմաս առաքյալ հոնչեր, եւ որ Հիսուս Քրիստոս հայտնվեցավ աշակերտներուն, եւ որ Թոմաս վերադարձավ, առաքյալները իրեն ասին, որ Հիսուսը տեսանք։ Հիսուսը տեսանք եւ իրեն հետ խոսեցանք։ Թոմասին չսավ չեմ հավատար։ Մինչեւ որ
ցերկերովս չթպնամ անոր վերքերուն, չթպնամ չշոշափեմ, գողը չդեսնեմ, ուրգե քեղարտը մծուցած էին, բիդի չի հավատամ։ Եվ արիթով մը Հիսուս գահայտնվի դարձյալ աշակերտներուն, երբ Թովմասալ հոներ։ Հիսուս Քրիստոս չի հարցակններ Թովմասին, հարցում չի հարցներ իրեն, եւ ամիջապես գսե եկուր, թբիր եւ աչքերով տես։ Մեզի ալ սիրելիներ, եւ որ մեր կյանքին ընթացքին ադեններ մեր հավատքը խախտի, երբ գասկածինք, Հիսուս մեզի ալ չի մերժեր եւ չի հարցակներ, այլ գուքա շատ անգամ եւ մեր հարցումներուն պատասխանը գուտա եւ գլուսավորե մեզ։ Գանտիբի մեզի հոն, ուր որ ամենեն շատ իրեն գարիք ունինք եւ մեզի մեր խավարեն լույսի գհրավիրը։ Եվ երբ որ Քրիստոս հայտնվի եւ մեզ լուսավորե, այն ադեն մենք ալ Թովմասին պես գսկանք, որ մեր սրդեն գբացականչենք եւ գսենք դերս եւ Աստվածս։ Չորրորդ հանդիպումը սիրելիներ գտեսնենք ավետարանին մեջ, որուն ընթացքին Հիսուս գվերագանքնե, ետ կհաստատե։ Բոլորը դալ գիտեք, որ Հիսուսի խաչելության այդ ընթացքին Պետրոս անգամ, 3 անգամ ուրացավ Հիսուս Քրիստոսը, ըսավ, որ ես չեմ ճանչնար իրեն, ինչու, որովհետև կվախնար։ Երբ Հիսուս դարձյալ արիթով մը հանդիպեցավ, երևեցավ առաքյալներուն, Պետրոսին հարցուց, Պետրոս գսիրես զիս, Պետրոս ասավ, այո դեր գսիրեմ, նորեն հարցուց, Պետրոս նորեն ասավ, այո գսիրեմ, Հիսուս Քրիստոս նորեն հարցուց, Պետրոս, որ 3 անգամ ուրացած էր, Հիսուս Քրիստոս իրեն 3 անգամ հարցուց, եթե գսիրես զիս, եւ այդ հարցումեն վերջսավ, կնա արած է ոչխարներս։ Ուրեմն գտեսնենք, որ Հիսուս Քրիստոս Պետրոսը, որ իր դգարության մեջ փլած էր, իր սիրով անգամ եւս վերագանքնեց։ Եվ Քրիստոս մեզիալ կվերագանքնի այսօր, ինչպես Պետրոսին վերագանքնեց։ Եվ մեզի անգամ մնալ վերագանքնել են վեճ գվստահի առաքելությունը, առաքելություն դարձյալ սիրելու, դարձյալ զարայելու եւ դարձյալ դերը բաշխելու։ Մենք գադարյալ չենք, կյանքի մեջ հաջող կսխալինք, բայց գասկած պիտի չունենանք, որ Հիսուս Քրիստոս մեզ վերագանքնելու կարողություն ունի, որովհետև Հիսուս գադարյալ մարդիկ չի փնտրեր, գուցե որ գադարյալ լանք, բայց գիտե որ գադարյալ պիտի չի կրնանք լալ, բայց կփնտրես սիրով եւ բայկարող սիրտ ունեցող անձեր, եւ մեր ցախողութենեն անտին կգանչե մեզի, ոչ թե միան կվերագանքնե, այլ նոր կոդի գուտա, նոր սկես կհագցնե, նոր պատմուջան։ Վերջին հանդիպումը, որու մասին կուզեմ անդրադառնալ, հանդիպումն է, որ գանչվածներուն գզորացնե Հիսուս Քրիստոս։ Խաչելութենեն ետք եւ խաչելութենեն առաջ Քրիստոսի առաքյալները ցիրուցան եղած էին, փախած էին։ Երբ որ եկան Հիսուս Քրիստոսը արին, ավետարանի մեջ կգարտանք, որ առաքյալները իրենց վախեն փախան, որովհետև գվախնային, իրենց առաջնորդը ծերպակալվեցավ, էջը կոծվեցավ, այլևս դգարացան եւ հավանաբար իրենք հաջորդները դիտելային։ Հիսուս Մատթեոսի ավետարանի 6-րդյան կգարտանք, անգամ եւս գանտիբի առաքյալներուն եւ գսե խաղաղություն ցեզի, կամ ավետարանի մեջ ինչպես որ գրված է ողջույն ցեզի։ Ողջույն ցեզի կնշանակե խաղաղություն ցեզի։ Եվ իրենց Հիսուս Քրիստոս գսե քաչ եղեք, խաղաղություն ցեզի եւ քացեք, ինչպես որ հայրը ինձի ղրգեց, այնպես ալ ես ցեզի հետ կղրգեմ եւ ավետարանը գիշե, որ Հիսուս Քրիստոս կփչե անոնց վրա եւ Սուրբ Հոգին գուտա, որբեսի երթան իրենց այդ բահվդած վիճակեն եւ անցնին առաքելության։ Դերը մեզիալ գանտիբի մեր կյանքի ընթացքին, մեր ալ վախերում մեջ, անորոշություններում մեջ եւ ցախողություններում մեջ։ Շատ բաժարներ կան, երբ կյանքին ընթացքին մենք ալ կստիպվենք կոծվել եւ դուրս չգալ,
Բայց Հիսուս Քրիստոս իր խաղաղությունը տված է ցեզի, մեզի բոլորիս, որովհետեւ քաչը լանք եւ այդ իր քաչությամբ երթանք աշխարհին եւ ավետարանենք եւ իր առաքյալները ըլլանք։ Ուրեմն հարութենեն յետք Հիսուս Քրիստոս երևեցավ իր աշակերտներուն եւ խաղաղություն տվավ, փչեց Սուրբ Հոգին եւ այսօր մեզի կհարցնե, երբ իր խաղաղությունը կուտա մեզի, որ եթե մենք պատրաստ ենք քալելու Քրիստոսի հետ այն ճանապարհին ընթացքին, ուր Հիսուս մեզ գղրգե, բայց Հիսուս առանցին չի ցկեր։ Եզրակացնելու համար սիրելիներ, հարութենեն յետք Քրիստոսի հայտնությունները մեզի ցույց կտան Աստվածը, որ խորաբես անձնական է, կգործե մարդոց դարբեր գարիքներուն համաձայն եւ հզորաբես ներգայը մարդոց կյանքին մեջ եւ իր ներգայությունը մարդոց կյանքի մեջ միշտ նպատակավոր է, նպատակ ունի։ Եվ այսօր Աստված մեզի ալ գանտիպի մեր ցավերու մեջ, գամրաբնթե մեր ալ հավատքը, գփարադե մեր ալ գասկածները, գվերագանքնե մեր ինքնությունը եւ իր ներգայությամբ գզորացնե մեզ բոլորս։ Այս բոլոր իշվածները, ավետարանի մեջ գրվածները բադմության մեջ եղած դեպքեր չեն միան, այլ նմուշներ են այն դարբեր հավատացյալներու, որոնք դարբեր փորձառություններ ունեցան Քրիստոսի հետ, որովհետեւ մեր ալգյանքին օրինակը դառնան։ Ուրեմն մենք ալ ուզենք քարել Քրիստոսի հետ մեր կյանքին ընթացքին, հանդիպիլ անոր, որովհետեւ մեր կյանքն ալ Քրիստոսով դարբեր դառնա, որովհետև Քրիստոսի ներգայությունը մեր կյանքի մեջ, Աստուծո ներգայությունն է մեր կյանքի մեջ։ Եվ մշտապես Տիրոջ փառքը արդացոլացնենք, որուն հավետ փառք եւ օրհնություն վայել է Հավիդյանս։ Ամեն։